հարց ունեմ, մեկը խաղաղության վերաբերյալ է, Վաշինգտոնյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջի բաց չի թողնում, որ հայտարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, մեր ձեռով շարժման բանաձևը որն է, այլընտրանքը որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, եւ երկրորդ հարցը Արեգան քիչ առաջ հայտարարեց, որ առաջարկում եք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն, ինչ բովանդակության մասին է խոսքը, մանրամասներ Արեգան նաև նշեց, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, որտեղ մարդ կար, որ սկսել էր զրոյական կետից եւ մենք բավական մտահոգիչ հետևանքների առերես լուծենք։ Պետք է շատ զգույշ լինենք խոսելուց այն պայմանավորվածություններից, որը ձեռք է բերվել, ուսումնասիրի դրա պրակտիկությունը, իրագործելիությունը, որից հետո մենք արդեն կառաջարկենք մեր տեսլականը ունենալով զարգացման երկու ուղի։ Եթե կողմերը պահելու են այդ պայմանավորվածությունը եւ ներկայացված ձևով է պահվելու զարգացման ուղի արտաքին քաղաքական մի ձև է, եթե չեն պահելու ուրիշ ձև է։ Խաղաղությունը բոլոր հայաստանյան բոլոր ուժերը ինձ թվում է այստեղ կոնսենսուսում են, որ խաղաղությունը այլընտրանք չունի, մեր բանաձևը այս պահին հասկանալ այն եռակողմ հայտարարության, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա էր հանդես եկել, հետևանքները եւ իրագործելիությունը, որովհետեւ շատ պայմանագրեր են եղել, որ չեն իրագործվել։ Ստորագրվել է, բայց չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնել նաեւ 44-օրյա պատերազմում միջնորդ Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, ըստ դրա գնանք մյուս քայլերի։